Սիրելի հավատացյալ, մեր եկեղեցական օրացույցում այսօր թարգմանիչ վարդապետների հիշատակության օրն է։ Թարգմանիչ վարդապետներ ասելով մենք նկատի ունենք այն սրբերին, որոնք հայոց գրերի գյուտից հետո նվիրեցին իրենց կյանքը Աստծո խոսքը հայ ժողովրդին մատչելի դարձնելուն, թարգմանելով Աստվածաշունչը և հոգևոր գրականությունը։ Մեր ժողովուրդը շնորհիվ նրանց և նրանց ժառանգած գանձերի հնարավորություն ունեցավ սեփական լեզվով ճանաչելու Աստծո խոսքը, որը եղավ մեր հավատքի, ինքնության և մշակույթի ամուր հիմքը։ Օրվա ավետարանական ընթերցման մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Մի տվեք ձեր սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի նետեք»։ Ո՞րն է այդ սրբությունը։ Ամենամեծ սրբությունը մեր կյանքում Աստծո ներկայությունն է։ Այդ ներկայությանը հավատարիմ ապրելով մենք կարող ենք արժանանալ հավիտենական կյանքի։ Մարգարիտներ ասելով հասկանում ենք այն հոգևոր ուսուցումները և անփոխարինելի արժեքները, որոնք մոտեցնում են մարդուն Աստծուն, զորացնում նրա հավատքը և ամրապնդում հոգևոր կյանքը։ Թարգմանիչ վարդապետները պատահական մարդիկ չէին, նրանք գիտակցեցին, որ հայոց լեզուն և գրականությունը աստվածային արժեքներ են, որով պետք է պահպանել ժողովրդի ինքնությունը, հավատքը և արժեքները։ Այսօր նրանք մեզ հիշեցնում են, որ մեր սրբությունները, հավատքը, լեզուն, հայրենիքը, ընտանիքը և բարոյական արժեքները պետք է պահպանենք և անաղարտ պահենք։ Պետք է հավատարիմ մնանք այն արժեքներին, որոնք Աստված պարգևել է մեր նախնիներին և մեր սերունդներին փոխանցել որպես հավերժական գանձ։ Իսկ նրանք, ովքեր դեռ չեն կարողացել իրենց կյանքի մարգարիտները գտնել, մեր Տերը նրանց ասում է. խնդրեք Աստծուց և նա կտա ձեզ, փնտրեք և կգտնեք, բախեք և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, կբացվի նրա առաջ։ Ամեն։